Hakan Fidan թե Bilal Erdoğan, ով կլինի Թուրքիայի հաջորդ ղեկավարը։ Օսմանյան կայսրության իշխանությունը ժառանգաբար փոխանցելու քաղաքականությունն է որդեգրել Էրդողանը, որը կարծես հեռանում է Թուրքիայի ղեկավարի պաշտոնից։ Երկրում քննարկվում է Էրդողանին փոխարինողի անունը, տեխնացուները 4-ն են։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Hakan Fidanը եւ Էրդողանի կրտսեր որդին Bilal Erdoğanը գլխավորում են ցուցակը։ Մյուս երկու տեխնացուներն են Էրդողանի փեսա Սելջուկ Բայրակթարօղլուն եւ ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալանը։ Եթե ֆիքսենք, որ որևէ տեղաշարժ չկա եւ դեռևս Hakan Fidan-ի մասով որևէ պաշտոնական հայտարարություն չկա, ապա Hakan Fidan-ը մնում է ամենահավանական տեխնացուն։ Թուրքական Հուրիետ թերթի մերձիշխանական վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին հրապարակել է հոդված, որը լույս է սփռում հետ էրդողանական Թուրքիայի վրա, ով կստանձնի երկրի ղեկն Էրդողանից հետո, ներքաղաքական ինչ կրքեր կզարգանան։ Թուրքիայում այսօր ստեղծված իրավիճակը դեռ 1 տարի առաջ ABC մեդիայի եթերում Աբրահամ Գասպարյանն է կանխատեսել։ Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիրը մանրամասն ներկայացրել էր այն, ինչ այսօր արդեն իրականություն է։ Էրդողանին հաջորդող Իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցություն 3 տեխնացու կա, որոնք հենց Էրդողանի տեխնացուներն են, այսինքն իր սիրելի տեխնացուներն են։ Սա իհարկե եթե նա չվերանտրվի կամ չառաջադրվի։ Այսինքն խնդիրը դրված, որ ինքը պիտի առաջադրվի 2027 թվականի առաջաձգված կամ վաղաժամ նախագահական ընտրությունում։ Իսկ եթե չլինի, ապա նա ունի 3 տեխնացու։ Արտգործնախարար Hakan Fidan-ը, որը երկար տարիներ մասնագիտորեն ծնվել, թրծվել է ազգային հետախուզական ծառայություն միտում։ Երկրորդ տեխնացուն Էրդողանի որդին է, կրտսերը Bilal Erdoğanը, եւ երրորդը Բայրակտարի հիմնադիր Սելջուկ Բայրակտարը, կան նաև այլ տեխնացուներ, մասնավորապես Իբրահիմ Քալանը։ Ըստ հայ վերլուծաբանների Էրդողանն այս փոփոխությանը վաղուց է պատրաստվում։ Առաջին քայլն իր քաղաքական հակառակորդ Ստամբուլի քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուի ձերբակալությունն էր։ Էրդողանն ամեն բան անում է քաղաքական դաշտն ամայացնելու եւ բացառապես իր հավատարիմներին թողնելու համար։ Սա միայն այս process-ը ինչ որ ընթանում է Թուրքիայում, ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալության հարց չէ։ Այլ Թուրքիայի ներքին քաղաքական վերադասավորումների, միջազգային խաղացողների շահերի եւ Էրդողանի երկարաժամկետ ծրագրերի դրսևորում, այսինքն Թուրքիայի ներքին քաղաքականության, ռեգիոնալ եւ գլոբալ քաղաքական դերակատարների, ինչպես նաեւ Էրդողանի երրորդ ժամկետի համար նախագահ ընտրվելու հարց է։ Իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը թուրքական Միլի Մեջլիսում այս պահին մեծամասնություն է գործ գայլերի միջոցով։ Նրանք կոալիցիա են կազմել։ Հաջորդ ընտրությունում Էրդողանը շարունակելու է հույս դնել այս ուժի վրա։ 2028 թվականին Թուրքիայում նախագահական ընտրություն է նախատեսված։ Ըստ այդ երկրի սահմանադրության Էրդողանն առաջադրվել չի կարողանա, եթե իհարկե Թուրքիայի ղեկավարը մինչ այդ չփոխի երկրի մայրօրենքը։ Թուրքիան փորձում են հաճախ թաքցնել, բայց ժամանակ առ ժամանակ խոսակցությունները ակտիվանում են, որ Էրդողանը բավականին ծանր առողջական վիճակ ունի եւ երրորդ անգամ նախագահ ընտրվելու հնարավորություն մեծ հավանականությամբ չի ունենա։ Բացի այդ հաշվի առնենք իր տարիքը եւ փոփոխվող աշխարհակարգը, որտեղ բավականին լուրջ այսպես անձնական, ֆիզիկական ներգրավվածությունն է անհրաժեշտ։ Քաղաքագետները հավանական են համարում Hakan Fidan-ի տեխնացությունը, նա որպես քաղաքական գործիչ ուժեղ է, պինդ է նաև կամքով ու հավատարիմ է գործող նախագահին։ Հարցը լուծվելու է ոչ թե ժառանգական տրամաբանությամբ, այլ թերևս հենց քաղաքական մասնագիտական։ Իսկ այդտեղ անշուշտ Fidan-ը ունի առավելություն, մենք տեսնում ենք, որ այս գործիչը տարիներ շարունակ այդպես շատ կայուն տեմպերով շարժվել է դեպի թուրքական իշխանության բարձր դիրքեր, առանցքային պաշտոններ են զբաղեցնել, հենց Էրդողանի իշխանության առանցքային դեմքերից մեկն է եղել, իսկ այսպիսի հարցերը լուծվում են ամենևին ոչ միայն հասարակական արձագանքների տեսանկյունից, այլ նաև հենց իշխանության ներսում ընկալումների, ուժերի հարաբերակցության եւ այլն։ Մյուս կողմից Էրդողանին հեշտ չի լինելու պահել իշխանությունը, երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամին գումարվում են քրդական ուժերի սպառնալիքները։ Ընդդիմությունը առնվազն այսպես 50%-ի եզրագծին է եղել միշտ։ Եվ այս տեսանկյունից եթե դիտարկենք արդեն ընդդիմության շանսերի հարցը, ապա անշուշտ սա կախված է մի կողմից իհարկե թե Էրդողանի ժառանգորդի հարցը ինչպես կլուծվի,
եւ ընդհանրապես իշխանությունը ինչպես կներկայանա որևէ համապետական ընտրության, մյուս կողմից իհարկե թե իր ընդդիմությունն ինքը ինչպես կաշխատի, այսինքն շանսերի առումով ոչ միայն տեսական, այսպես դիտարկում կարող ենք անել, որ ունի, այլ մենք տեսել ենք, որ Թուրքիայում վերջին առանցքային բոլոր ընտրություններում ընդդիմությունը նույնիսկ հաջողություն է ունեցել, եթե տեղական ընտրությունները դիտարկենք։ Կարևոր է նաև արտաքին աջակցությունը, մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի։ Էրդողանն ըստ քաղաքագետների չունի Թրամփի աջակցությունը։ Ռուսաստանն էլ իր հերթին չի մարսել Սիրիայում թուրքական հաղթանակը։ Հաջորդ ընտրական ցիկլը Թուրքիայի լինելու է թերևս միջազգային էլի էապես տարբեր իրավիճակում։ Հետևաբար շատ գործոններից է պայմանավորված լինելու նույն թուրքական ընտրության հանդեպ թե Ռուսաստանի, թե Միացյալ Նահանգների դիրքորոշումը եւ ավելին հակված է մտածել, որ այս հարցերում կարող է ավելի մեծացած լինել նաև Չինաստանի դիրքորոշումը, որտեղ մենք տեսնում ենք, որ Չինաստանը փորձում է իր ազդեցությունը ավելացնել Մերձավոր Արևելքում։ Ինչու է իշխանական պարբերականը հիմա խոսում հավանական տեխնատուների մասին։ Թուրքիայի քաղաքական դաշտից հեռանում է Էրդողանը, թե հեռանալու իմիտացիա է ստեղծում իշխանությունը պահելու համար։ Քաղաքագետները կարծում են, որ Էրդողանի իշխանությունը ձեռնտու է թե արևելքին, թե արևմուտքին։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։